Կինհոնայնյան փաստացի ընդդիմությունը ձեր տեխնացության վերաբերյալ ակնհայտ վերապահումներ ունի։ Եվ ինչ է կարծում, դա ինչով է պայմանավորված։ Բարձրագույն կրթություն չունենալով, չլսեցիք դուք։ Զուտ մենակ դա է։ Փաստորեն դա, եւ ասում է, որ դա նեղ մասնագիտական ոլորտ է, որտեղ պետք է լինի բժիշկ, այնինչ չեմ պատկերացնում բժիշկը, նեղ մասնագետ բժիշկը, ենթադրենք պարոն Թունյանն է նշեց, սրտի վիրաբույժ, դա կլինի նյարդաբան, ինչ պետք է անի այդ ոլորտում, որը որ ես չեմ կարող անել օրենսդրական ակտերի հետ կապված։ Դուք հայտարարել եք, որ ամեն դեպքում բարձրագույն կրթություն ստանում եք, քանի տարի դեռ։ Դե հիմա դեռ չեմ ավարտել։ Քանի տարի դեռ ունեք։ Ունեմ դեռ։ Եվ նաև որոշակի հիմք եք արտահայտել դիահերձարանների հետ կապված, դա որոշակի զայրույթ է առաջացրել հանրության, որ օրինակ 70 կիլոմետր ոնց կարելի է։ Տեսեք, հանրության մեջ երբ հասցրեց զայրույթ առաջացնել 70 կիլոմետր տանելու համար, ես ասացի, որ Վարդենիսում կառուցվում է հիվանդանոց եւ այնտեղ լինելու է դիահերձարան, բայց ես այլ կոնտեքստում եմ այս ամենը ասում։ Եթե մարդը մարզպետարանի հետ ենթադրենք գործ ունի, որը էլի գտնվում է 70 կիլոմետր հեռավորության վրա, գնում է, չէ՞, այդ մարզպետարան եւ իր գործը մարզպետարանի հետ անում է։ Հիմա ինչ տարբերություն, եթե էլի այդ մարտունու հետ կապված հարց կա առողջապահական կամ թեկուզ դիահերձարանի հետ կապված, չտանի իր հանգուցալին համապատասխան վայրում դիահերձելու։ Ինձ եթե ասեք, եթե գոյություն ունեն մոբիլներ, բուժ մոբիլներ, որոնք տեղափոխում են այդ տեղափոխության հարցերը լուծում, կասեք տարբերությունը ո՞րն է։ Այսինքն Երևան ստացվում է այսպես, որ Երևանում ամեն շենքի կողքը պետքա լինի դիահերձարան, որ մարդիկ դուրս գան կամ չգիտեմ, մի քանի մետր հեռավորության վրա, որ մարդիկ դուրս գան այդ շենքից եւ հասկանում եք, բան չունեմ ասելու, բայց եթե հաշվի առնենք Երևանի խցանումները, երևի նույն ժամանակահատվածում կհասնենք դիահերձարան։ Այսինքն ինչ անենք, ուզում եմ հասկանամ ինչ պետք անել, ամեն քայլափոխին բացել բժշկական կենտրոն եւ դիահերձարան եւ մարզպետարան, հա, որպեսզի մարդիկ այ կետից բեկետ տեղաշարժվելը հեշտ լինի։ Ես կողմ եմ հեշտացնել մարդկանց կյանքը, տարիներ շարունակ դրանով զբաղվել եմ, բայց պետք է մի քիչ էլ հաշվի առնել հնարավորությունների սահմանը։ Եվ նաև մի միտք եք արտահայտել, ասել եք, որ ձեր կրթության հիմքում սերն է ընկած, կբացեք դա ինչ է երբեք։ Տեսեք, ինձ համար բուժաշխատողի կրթությունը, դա կլինի բժիշկ թե բուժքույր, առաքելություն է դա պետքա սիրահարված լինես այդ մասնագիտությանը, որպեսզի կարողանաս հետագայում լինել լավ բուժաշխատող, կապ չունի դա կլինի բժիշկ թե բուժքույր։ Եվ այո, եթե դու սիրահարված չլինես այդ մասնագիտությանը, դու չես կարողանա սիրել, հարգել քո պացիենտին եւ արժանի բուժօգնություն ցույց տալ։ Որովհետև ես շատ ուսանողներ դեռ ուսանողական տարիներից գիտեմ, որոնք ընդհանրապես ընդունվել էին դիպլոմ ստանալու համար եւ ոչ թե բուժ աշխատող լինելու համար։ Եվ այդպիսի ուսանողներ նաեւ եղել են բժշկական համալսարանում, որ դիպլոմ ստանան, բարձրագույն կրթություն ունենան, ոչ միայն բժշկական համալսարանում, տարբեր համալսարաններում, բոլորը չէ, որ պետք է բարձրագույն կրթություն ստանան, ով է այդ սահմանումը գրել, որ բոլորը պետք է բարձրագույն կրթություն ստանան, եւ ով է ասել, որ միջին մասնագիտական կրթությունը պակաս կարեւոր է։ Ես օրինակ բերեցի, թող բոլոր հիվանդանոցներից դուրս գան բուժքույրերը եւ տեսնանք ինչ կկատարվի առողջապահության համակարգի հետ։